ամբողջ քրիստոնյա աշխարհը, ինչու՞ չէ նաև այլ ազգեր, որ ես գիտեմ, օրինակ շատ տես ծանոթներ կա, Չինաստանից հատուկ Սուրբ Ծննդյան գալիս են Եվրոպա, որպեսզի նշեն, մուսուլմաններ գիտեմ, որ նշում են, նույնիսկ ինձ են շնորհավորել Սուրբ Ծնունդի առթիվ։ Մի խոսքով ամբողջ աշխարհը Հիսուս Քրիստոսի ծնունդն է տոնում, բայց շատ քչերը գիտեն դրա բուն բովանդակությունը։ Հովանու ավետարանի մեջ 3-րդ գլխի 16 եւ 17 համարները ասում է, որովհետեւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ամեն ով որ նրան հավատա, որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, որովհետեւ Աստված իր որդին չուղարկեց աշխարհ, որ աշխարհին դատե, այլ որ աշխարհը նրանով փրկվի։ Աստված իր որդին ուղարկեց աշխարհ, որպեսզի աշխարհը փրկվի։ Ինչի համար մարդկությունը մինչև այսօր, երբ որ Քրիստոսի ծնունդը տոնում է, նշում է, այդ ամեն ինչը վերածվում խրախճանքի, գերուխումի, չգիտեմ, նվերների, շնորհավորանքների, բայց դրանից այն կողմ չի գնում։ Շատ շատերի մոտ այդ մակերեսային այդ ամեն ինչը տենց մի քանի ժամվա մեջ անցնում ու գնում է։ Որովհետև չեն ճաշակել, այդ փրկության համը չեն տեսել։ Սերներ, մի զարմացեք։ Շատ շատերի մոտ դա ուղղակի շրթունքների մակարդակի վրա է մնացել։ Եվ ավելի երկու անգամ ավելի ցավել է, երբ որ դա անուն ունի թե հավատացյալ է, ու դա մնում է տենց շրթունքների մակարդակի վրա։ Մատթեոս ավետարանի մեջ առաջի գլխի 21 խոսքը ասում է, որ եւ նա որդի կծնի եւ նրա անունը Հիսուս դնես, որովհետեւ նա իր ժողովրդին կփրկե իրենց մեղքերից։ Շատերի հետ ենք խոսում վկայում Հիսուս Քրիստոսի մասին։ Գիտեք, ամեն մարդ ընդունում է, որ մեղավոր է, բայց ախր Հիսուսն էլ եկել է այդ մեղավոր մարդու համար։ Եթե մեկը չի ընդունում, որ ինքը մեղավոր մարդ չի, Հիսուսը իր համար չի ծնվել, կարելի է այսպես ասել։ Այն մնացած իր կատարած այդ լրիվ շարժուձև ատրիբուտները ընդհանրապես այդ ֆիկտիվ բաներ են։ Այնպես սիրեց աշխարհը, ասում է, որ իր որդին տվեց։ Եվ որդին եկել է, որպեսզի մեղքերից ազատի մեզ սերներ։ Շատ կարևոր է, որ մարդը իր հոգու աշխարհում այս բարի լուրը ընդունի, որ Քրիստոսը իր համար հայտնվել է, ծնվել է, որպեսզի իր մեղքերից ազատի։ Մատթեոս ավետարանի մեջ 2-րդ գլխից կկարդամ եւ իրար հետ կնայենք, խորենք Տեր Հիսուս Քրիստոսի սքանչելի ծնունդը, հայտնվելը։ Ես այս հայտնվել բառը ավելի եմ սիրում, որ ինքը հայտնվեց այս երկիր մոլորակի վրա, որ իմ նման մեղավորին փրկի եւ ազատի սատանայի եւ մեղքի լուծից ու ստրկությունից ելներ։ Առաջի խոսքերից կարդում ենք 2-րդ գլխի Մատթեոս ավետարանի։ Ասում է, եւ երբ որ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ Հերովդես թագավորի օրերում, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ եւ ասեցին. Որտեղ է հրեաների ծնված թագավորը, որովհետեւ մենք տեսանք նրա աստղը արևելքում եւ եկանք նրան երկրպագելու։ Այստեղ տեսնում ենք, որ արևելքից, այսինքն Հրեաստանից ընկած արևելք երկու կարծիք կա եւ ավելի շատ աստվածաբանները հակված են, որ դա Պարսկաստանից է եղել, մյուս կարծիքը Հնդկաստանն է, բայց ավելի շատ տենց հակված են, որ Պարսկաստանից է եղել։ Այդ մոգերը այսօրվա մեր հասկացած մոգեր ու կախարդները չեն, իհարկե, դրանք իմաստուն մարդիկ են, աստղագետներ, փիլիսոփաներ, որոնք ուսումնասիրել են այդ ամեն ինչը։ Եվ երբ որ ես կարդում եմ կրկին անգամ նորից այստեղ կարդում եմ, իմ համար շատ հետաքրքիր բացահայտումներ եղավ սերներ։ Ես միշտ կարծել եմ, իմացել եմ, մոգերը 3 հոգի են։ Ու տենց
մանկական երեխեքին սովորացրել եմ այդ նկարներով, չէ, այնտեղ ոսկի, զմուր, սկնդրուկ, այդ ամեն ինչը այտենց իրեքի վրա է միշտ գնացել։ Բայց նայում եմ, ինքը չի ասում, ավետարան չի ասում 3 մոգ են եկել, ասում է մոգեր։ Կարող է 13 հոգի են եղել, չգիտենք։ Բայց հասկացվում է, որ շատ են եղել։ Իրանք քարավաններով են շարժվում եւ գալի հասնում են այդ աստղին հետևելով, գալի հասնում են Թագավորանիստ քաղաք։ Հրեաստանի Թագավորանիստ քաղաքը, որտեղ թագավորն էր նստում, Երուսաղեմն էր։ Այսինքն աստղին հետևում են այնքան, ինչեւ իրանց մարդկային իմաստությանը սկսում են զոր տալ։ Մարդկային իմաստությունն էլ ինչ ասում, ասում այդ աստղը Պարսկաստանից վերեց հասցրեց ստեղ։ Հիմա արդեն գիտենք, որ թագավորը որտե պետք է ծնվի, թագավորական պալատում պետք է ծնվի։ Ու գնում են մի անգամուց Երուսաղեմ, մտնում են Հերովդեսի պալատը ու Հերովդեսին ասում են, որ ուր է այդ թագավորը, որ Հրեաստանում պիտի ծնվի։ Իհարկե շարունակության մեջ կարդում ենք ստեղ, ասում է 3-րդ գլխից, եւ երբ որ Հերովդես թագավորը լսեց, շփոթվեց եւ բոլոր Երուսաղեմը նրա հետ։ Բոլոր Երուսաղեմը նրա հետ։ Հասկանալի է, որ Հերովդեսը շփոթվեց, որովհետեւ իր ոտի տակը փորող կար, հայտնվել է մեկը, որ պետք է իրան գահանքեց անի։ Զարմանում ասում է, ով է, ինչ թագավոր է, որ իմ տեղը պետք է նստի։ Շփոթվեց։ Ու ես ձեզ ասեմ, Հերովդեսը ինքը ասկի Հուդայի ցեղից էլ չէր։ Եդովմի, Եսավի ցեղն էր։ Եդոմացի էր։ Եվ հռոմեական կայսրությունից ուղղակի նշանակված էր այդտեղ թագավոր։ Բայց այստեղ հարցն է, որ ասում է ամբողջ Երուսաղեմն էլ նրա հետ շփոթվեց։ Այստեղ էլի շատ հետաքրքիր բան կա, որ հրեա ժողովուրդը անուն ուներ, թե հավատում էր, որ Մեսիան պիտի գա։ Իրանք կարծում էին, մտածում էին, գիտեին։ Հետո շարունակության մեջ մենք տեսնում ենք, որ այդ քահանայապետերը, դպիրները լավ էլ այդ գրքերը հանեցին, լավ էլ տեղերը ցույց տվեցին, նույնիսկ որտեղ պիտի ծնվի։ Գիտեին, բայց չէին սպասում սերներ։ Դրա համար էլ Աստված իր որդու ծննդյան վայրի հայտնությունը ոչ թե տվեց այդ հրեա ժողովրդին, որ անուն ուներ, որ Աստված իրանց Աստվածն է, Եհովան իրանց Աստվածն է, այդ տաճարով ուրախանում էին Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարն ասա, լնայեք ինչ գեղեցիկ տաճար է, բայց իրանց հոգու աշխարհում չէին սպասում իրանց Մեսիային, որի համար Մովսեսը դեռ շատ վաղուց ասել էր սերներ։ Հանկարծ չլինի մենք էլ այդ նույն հրեաների կարգավիճակում հայտնվենք։ Այսօր մենք հավատացել ենք, այսօր Քրիստոսին պաշտում ենք սերներ, հանկարծ չլինի այդ հայտնությունը ուրիշը ունենա դրսից։ Մենք տեսնում ենք, որ մոգերը ունեցան։ Այդ աստղը իրանց բերեց, հասցրեց Քրիստոսի մոտ։ Մենք շարունակության մեջ կտեսնենք։ Այսօր Աստծո խոսքը այդ աստղի նման է, որ մեզ պետքա տանի Քրիստոսի մոտ հասցնի։ Եթե մենք այդ խոսքը կարդանք, այդ նույն աստղի նման ինքը քեզ տանելու է, հասցնելու է Քրիստոսին։ Դրա համար այն մարդիկ, որ նոր են գալի, Սուրբ Գիրքը կարդացեք, Աստծո խոսքը այդ աստղի նման է, քեզ ուղեկցելու է եւ տանելու է, հասցնելու է Քրիստոսին սերներ։ Աստված օրհնի, որպեսզի մենք անտարբեր չլինենք Քրիստոսի երկրորդ գալստյան համար։ Երեք միտեղ այս թեման խոսում էինք, մարդիկ անհամբեր սպասում են, մանավանդ այս աշխարհի այս վերջի ամեն ինչը խոսում է դրա մասին, որ Տերը շուտով պիտի գա։ Արդյոք մեր հոգին թրթռում է, մենք սպասում ենք, մենք ուզում ենք, որ այդ հայտնությունը ունենանք սերներ։ Թե ուղղակի այս ամեն ինչը արդեն վերածվել ոնց Աստված պաշտության, կրոնավորության, հանկարծ տես չլինի, հանկարծ կրոնավորության վերջացվի։ Մեր ամեն վարքյանը լցված լինի Հիսուս Քրիստոսով։ Եվ շարունակության մեջ ասում է, որ եւ նա բոլոր քահանապետերին եւ ժողովրդի դպիրներին ժողովեց, նրանցից հարցրեց, թե որտեղ պիտի ծնվի Քրիստոսը։ Ինքը չգիտեր, Եսավի ցեղը շատ իմանա։ Այս քահանաներն էլ գրքերը բացում են եւ նրանք ասեցին նրան. Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետեւ այսպես է գրված Մարգարեի ձեռքով։ Գիրքը բացել են, Մարգարեությունում գրած է.
Եվ դու Բեթլեհեմ Հուդայի երկիր, բնավ փոքրագույնը չես Հուդայի իշխանների մեջ, որովհետև քեզանից իշխան պիտի դուրս գա, որ իմ Իսրայել ժողովրդին հովվե։ Դե ես չգիտեմ, Հերովդեսը ինքը իր անցյալ նախնիների մասին գիտեր, որ ինքը Եսավի ցեղից է։ Ես մտածում եմ, որ գիտեր, որ Եսավի ցեղից է, ու իր համար էր երևի զարմանալի ոնց է Հուդայում թագավորում, որովհետև հռոմեացիները նշանակել էին թագավոր, խի այլ Աստված sense բան թույլ տվել։ Բաբելոնի այդ վերջի թագավորը, որ Բաբելոն աքսորվեցին, Հրեաստանի դրանից հետո էլ թագավորություն չի եղել, թագավոր չի եղել։ Ու տեսնում ենք, որ ստեղ ասում է, որ Հուդայի ցեղից այդ արմատը, այդ մատաղատունկը, այդ շյուղը պիտի դուրս գա եւ պիտի թագավորե, մնել Հավիտյանս Հավիտենից։ Ու Հերովդեսը իր ատամները կրճտացնում է, ու այն ժամանակ Հերովդեսը մոգերին թաքուն կանչեց, նրանցից ստուգեց այն երևող աստղի ժամանակը եւ նրանց Բեթլեհեմ ուղարկելով ասեց. Գնացեք ստույգ իմացեք այն երեխայի համար եւ երբ որ գտնեք ինձ իմացրեք, որ ես էլ գամ եւ երկրպագեմ նրան։ Եվ նրանք երբ որ լսեցին թագավորից գնացին եւ ահա այն աստղը, որ տեսան արևելքում, նրանց առաջին գնում էր միջև որ եկավ կանգնեց այնտեղի վրա, ուր որ երեխան էր։ Էս էլ է ուշագրավ սելներ, ուրեմն այդ ընթացքը, որ իրանք գալիս են մտնում են թագավորի մոտ Երուսաղեմ, այդ աստղը իր ճամփեն չի շարունակում գնա Բեթլեհեմ։ Ում պետք է տաներ Բեթլեհեմ։ Այս իմաստունները իրանց իմաստությանը զոր են տալի, տեսեք, երբ որ մարդը Աստծո խոսքից ընկնում է, այդ խորհուրդը ունի։ Ինքը մի անգամից սխալվելու է։ Թողեցին, սկսեցին չնայել աստղին, սկսեցին Աստծո խոսքը չկարդալ, ինքը չի տանի քեզ Քրիստոսին։ Ու հետաքրքիր է, բայց կանգնած սպասում էր, երբ են դուրս գալու պալատից, որ շարունակի էր ճանապարհը։ Հետաքրքիր է, էս էլ է հետաքրքիր սեներ։ Աստծո գործը սքանչելի է, այդ ամբողջ տիեզերքը ասենց կանգնած սպասում է այս մոգերին, որ իրանց մարդկային ուղեղին են զոր տվել, որ այտենց չի, որ Հերովդեսի մոտ մտնելով չի։ Սպասել է, որ դուրս գան ու շարունակում է միջև որտեղ որ երեխան ծնված է, այսինքն որտեղ որ Հիսուս Քրիստոսն էր։ Եվ Աստծո խոսքն էլ է այդպես։ Բավական է դու թողես Սուրբ Գիրք կարդալը, ինչքան էլ ուզում ա այնց ուժեղ քարոզիչ լինես, Աստծո խոսքի գիտակ լինես, ակադեմիական մակարդակի Աստծո խոսքի իմանաս, դա կմնա գիր, ու այդ գիրը քեզ կսպանի։ Սուրբ Գիրքը տենց ասում։ Գիրը սպանում է, բայց հոգին կենթանացնում է։ Դրա համար ինքը հոգի ու կյանք է, երբ որ կարդում ես, ինքը քո կյանքում շահախվում է Աստծո Սուրբ Հոգին քո հոգու հետ եւ քեզ սկսում է առաջնորդել Աստծո Սուրբ ճանապարհների մեջ եւ քեզ սրբությունից սրբություն է տանում, արդարությունից արդարություն է տանում։ Շատ հետաքրքիր է եւ շարունակության մեջ ասում է, երբ որ մոգերը հելան, այդ աստղը շարունակեց ճանապարհը միջև Բեթլեհեմ, որտեղ որ երեխան ծնվել էր։ Եվ ստեղ էլի մի կարևոր հատված կա, որ Հերովդեսը մոգերին կանչում է, ասում է նայեք, ինձ էլ անպայման տեղակ կպայեք, գաք կասեք, որ ես էլ գամ երկրպագեմ։ Այս անգամ մոգերը երկրորդ սխալը թույլ չեն տալի։ Գիտեք խի, որովհետև երազում հրեշտակը իրանց հետ խոսում է։ Ասում է, իմ լեզվով եմ ասում, հերիքա քո իմաստությանը զոր տաս, հանկարծ չէ թե աս Հերովդեսի մոտ։ Լրիվ ուրիշ ճանապարհով քո երկիրը կգնաս։ Ասենց ասեներ, երբ որ մարդը իր միտքը, իր բանականությունը, իր իմաստությունը սկսում է խառնել Աստծո գործին, ամեն ինչ փչացնում է։ Բայց այս ծրագիրը հավիտենական դարերից առաջ Աստված ուներ։ Իհարկե մարդը չի կարա փչացնի, մարդը ընդհանրապես իր Աստվածպաշտչյան ճանապարհի մեջ է սկսում ընկնել ու բարձրանալ։ Բայց երբ որ դու մնում ես Աստծո խոսքի մեջ, ու այդ խոսքը կենթանի է ու զորեղ է, որ քեզ հասցնի Քրիստոսին, ինչպես այդ աստղը հասցրեց մոգերին Քրիստոսին։ Դրա համար էլ Աստծո խոսքը մեր կյանքում հեղինակություն է դառնում։ Դու տենում ես, որ Աստծո խոսքը քեզ առաջնորդում է եւ քեզ Աստծո ճանապարհների մեջ կանգուն է, միշտ պահում։ Եվ շարունակության մեջ ասում է, երբ որ նրանք տեսան այն աստղը, մեծ ուրախությունով ուրախացան շատ։ Իրանք էլ են զարմանում, հելնում տերում են, հələ այդ աստղը տե է, ուրախանում են։ Եվ երբ որ տուն մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ եւ ընկնելով երկրպագեցին նրան եւ իրենց գանձերը
բացեցին, ընծատվեցին նրան ոսկի, կնդրուկ եւ զմուրս։ Այս 3 հատներ էլի սաղ աշխարհին շփոթել, մեկը նկարել է 3 հատ մոգ ու տենց գնացել է, բայց ես հավատում եմ, այտենց չի եղել։ Ավելի շատ են եղել, ուխտերի քարավան է եղել։ Չգիտեմ, ես տենց եմ հավատում։ Իհարկե, դա էլ գրած չի, բայց ես տենց եմ հավատում։ Հաստատ 3 հոգի չեն եղել։ Եվ երազում հրաման առան հետ չդառնալ Հերովդեսի մոտ, այլ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ Նայում եք, Աստված ոնց շտկեց, որովհետև հաստատ էլի իրանց իմաստությանը զոր են տալու, ուրախացած, եթալու են Հերովդեսին ասեն, «Վсё, զենքերը հանձնի, թագը թանի դիրը տեղ, շորերը թանի թագավորական, թագավորը ծնվել է, վերջ, ինքը պետք է թագավորի»։ Հերովդեսն է տենց հենց հեշտ ու հանգիստ տվեց էլի դա։ Չէ, սիրներ, ես ժամանակը խնայելու համար ասեմ, Հերովդեսը երբ որ իմացավ, որ մոգերից խաբվել է, որ մոգերը չեն եկել, հրաման տվեց, ասեց Բեթլեհեմում միջև 2 տարեկան սաղին կոտորեք երեխեքին, տղա երեխա, ինչքան կա կոտորեք սաղին։ Ներում եք ինչ ահավոր, դե գիտեք, չէ, սատանան օր ու արև այնի չունի, առավոտից իրիկում մտածում է ոնց Աստծո զավակներին միջև վերջ կոտորի։ Եվ ասենց կոտորածներ Սուրբ գրքում շատ է եղել։ Հիշենք Մովսեսի ժամանակները։ Ամբողջ հրյա տղաներին ասում էր, հենց տղա ծնվի կգցեք գետը։ Եվ ստեղ շարունակության մեջ մենք տեսնում ենք, որ Ռամայում լաց եղավ, այդ մարգարեությունը կատարվեց եւ էլի չերկարացնելու համար ասում է եւ Հերովդեսը միջև իր Հերովդեսի մահանալը Հովսեփին էլի երազ ալինում։ Հովսեփը երազի մեջ տեսնում է, որ երեխային պետքա վերցնում Եգիպտոս պետք է գնա։ Ու Եգիպտոսում պետքա մնա այնքան ժամանակ, մինչև որ Հերովդեսը մահանա։ Ու ստեղ էլի շատ հետաքրքիր է, իմ համար էլի հարցեր։ Ես միանգամից հիշեցի Ղուկասի ավետարանի մեջ դրա մասին գրված էր, որ Հովսեփը 2 տատրակ տարավ երեխայի, երբ որ 8 օր լրացավ, երբ որ թլպատության տարան, 2 տատրակ տարավ ինքը։ Այդ նշանակում էր, որ աղքատ էր։ Սուրբ Գիրքը ասում է, որ երբ որ դու գնաս այդ զոհ անես, նոխաս տանես, հերինչ տանես, չգիտեմ, տենց խոշոր անասուններ էլի, բայց եթե աղքատ ես, փող չունես, 2 տատրակ տանես։ Հիմա ստեղից ես հասկանում, որ Հովսեփը իր ընտանիքը աղքատ է եղել։ Ճիշտ է, ինքը փականագործ էր, բայց ասենք այդքան չէր աշխատում, որ այդ մեծ անասունները զոհաներ։ 2 տատրակ։ Հիմա իմ մեջ հարց էր ծագում, բա լավ, Տեր Աստված, դու իրանց ուղարկում ես Եգիպտոս, այս մարդասկի փող չունի զոհանի, այդքան ճամփա Եգիպտոս էթալը հեշտ է, գումար է, չէ։ Եգիպտոսում այնտեղ մնալը հեշտ է, չէ, տուն չունի, բան չունի, պետք է վարձի, մնա, աշխատանք ճարի, չէ, ինչքան դժվար ալնելու։ Բայց Տեր ո՞նց է այս ամեն ինչ անելու։ Իհարկե Աստված հոգ էր արել։ Ո՞նց էր ալնելու այդ ամեն ինչը, այդ մոգերի բերած ոսկիով էր ալնելու այդ ամեն ինչը։ Աստված նախորոք այս ամեն ինչը հրաշալի ձևով հոգ էր արել։ Եվ մենք տեսնում ենք տարիներ հետո, երբ որ հետ են վերադառնում, արդեն այդ երեխան արդեն բավական չափ տարիք հասկացվում է 10 տարեկան, արդեն 8-ից 10 տարեկան, այդ երկրում մնալուց հետո գալիս են Նազարեթ եւ Նազարեթում բնակվում են եւ Նազովրեցի է կոչվում։ Եվ ստեղ էլի վերջի համարն է, ես ավարտում եմ, ժողովուրդ ջան, 2:23-ն է, եւ երբ որ բնակվեց այն քաղաքում, որ Նազարեթ է ասվում, որ կատարվի Մարգարեի ձեռքով ասվածը, թե Նազովրեցի կկոչվի։ Էս էլ մանը մեկ է մարգարեների մեջ չեմ գտել այդպես տեղ։ Մեր Սամվել եղբորը գրեցի, ինքը այդ պատասխանը ասեց, ուզում եմ կարդամ։ Ուրեմն որ տենց կարդաս, որ մարգարեությունում գրված է, որ Նազարեթում է բնակվել, դրա համար Նազովրեցի կոչվել, չէ։ Այդպես չի, բայց էլի կարծիք կա 11-րդ գլուխ Եսայի մարգարեության մեջ, ասում է Հեսեի բունից մի շարավիղ է դուրս գալու եւ մի ընձյուղ է բուսնելու նրա արմատիցը։ Եվ այդ ընձյուղ բառը եբրայերեն նշանակում է նազիրին։ Ու նազորեցի բառը դից է եկել, այսինքն այդ ընձյուղն է, որ նազորեցի է կոչվել, ու
միջև այդ հասկացել եմ, որ այդ քաղաքի անունից է, բայց հասկացվում է այդ նազորիեն բառը լրիվ եբրայերեն լեզվով ուրիշ բան է նշանակում է ուխտավոր։ Օրինակ Սամսոնն էլ էր նազորեցի, ինքն էր ուխտավոր։ Աստված օրհնի սերներ, այո, Աստված այնպես սիրեց այս երկիր մոլորակը, այնպես սիրեց այդ երկրի մոլորակի մեջ բնակվող քեզ, քո անունը դիր, որ իր միածին որդին նվեր տվեց, հայտնվեց, Հիսուս հայտնվեց, ծնվեց այս երկիր մոլորակի վրա որպես մարդ եւ որպես մարդ ապրելով այդ կատարյալ եւ անմեղ կյանքը մեր բոլորի մեղքերը գամեց խաչին, մեզ ազատեց այդ մեղքի բնությունից, այդ խաչելությունով այդ սաղ հարցը լուծեց։ Ծնվել էր իմ ու քո համար խաչվելու համար։ Այս երկիր մոլորակի վրա էր հայտնվել, որպեսզի իմ ու քո մեղքերը վեր առնի։ Դրա համար Աստված օրհնի, Սուրբ Ծնունդը տենց մակերեսորեն չպատկերացնենք, ինքը շատ խորը, շատ Աստծո ծրագիրն է դա։ Մի բան, որ Աստված է մտածել, որ իմ փրկությունը պետքա Հիսուս Քրիստոսով այսպես գար, ծնվեր, խաչվեր ու ինձ փրկեր։ Էսի շատ մեծ է։ Դրա համար մենք եկեք որպես Աստծուն հավատացող ժողովուրդ, Աստծուն պաշտող ժողովուրդ, հանկարծ Սուրբ Ծնունդը վերջացենք սեղանների, նվերների, այս ամենը ոչինչ, երկրորդական բայց թող լինի։ Թող առաջնայինը քո սրտում Հիսուս Քրիստոսը ծնվի։ Աղոթենք։ Երկնային Հայր,